Արամուսում ամուսիններին սպանած Ստահակ Ճիվաղը իր սև գործն անելուց հետո ևս 2 հոգու հրազենի գործադրմամբ սպանել է։ Իր սև գործը երկրորդ անգամ տականքը կատարել է Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի դաշտամիջյան ճանապարհին։ Կրակոցները արձակել Կոտայքի մարզի Զովունի բնակավայրում հաշվառված 46-ամյա Վահե Մարտիրոսյանի եւ Երևանում հաշվառված 44-ամյա Մարինե Հայրապետյանի ուղղությամբ։ Վերջիններս տեղում մահացել են։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեպքից ժամեր անց ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչության ծառայողները համագործակցելով քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության ու նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչների հետ Կոտայքի մարզում հայտնաբերել ու վնասազերծել էին Արամուս գյուղում ամուսիններին սպանելու մեջ կասկածվողին։ Կասկածյալը հայտնաբերվել էր ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններով։ Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ըստ օպերատիվ տեղեկությունների սպանության կասկածանքով հայտնաբերված ու ձերբակալված կասկածյալը առավոտյան ինչ-որ հարցերի շուրջ վիճաբանություն է ունեցել ամուսինների հետ, ովքեր նրա հարևաններն էին։ Այնուհետև Ստահակը իմացել է, որ ամուսինները տնից դուրս են եկել եւ գնացել են Արամուս գյուղի դաշտ գազար հավաքելու։ Հրազենով զինված մոտեցել է նրանց եւ իր սև գործը կատարել, ապա դիմել փախուստի։ Շամշյանի տեղեկություններով կասկածյալը Կոտայքի մարզի բնակիչ 61-ամյա տղամարդ է, ով իր զոհերի վրա կրակել էր իր անվամբ գրանցված փորձորդական հրացանից։ Հոկտեմբերի 12-ին առեղծվածային մահվան դեպքեր էին տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:00-ի սահմաններում ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում եւ ներքին գործերի ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արամուս բնակավայրի վարչական տարածքում գտնվող դաշտամիջյան հատվածում դիեր կան։ Տեղական ժամանակ է Շամշյանքոմը աղազանգեր է ստանում Էրեբունի վարչական շրջանի Ավանեսովի փողոցի բնակիչներից եւ այնտեղ գործող մանկապարտեզ հաճախորդների ծնողներից, ովքեր իրենց վրդովմունքն են ուղղում Վիոլիա ջուր ընկերության հասցեին։ Հոկտեմբերի 14-ին բնակիչներն, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասել են. «Մոտ 2 ամիս է այս գարշահոտն ենք խնդրում։ Դիտահորից կեղտաջուրն իր ողջ պարունակությամբ դուրս է թափվում, հասնում մինչև Էրեբունի հիվանդանոց, մի քանի շենքերի բակեր, անգամ մանկապարտեզ երեխաները չեն կարողանում մտնել, ամբողջ հոտը մի քանի 100 մետրից զգացվում է»։ Ուր ասես դիմել ենք Երևանի քաղաքապետարանի թեժգից, Էրեբունու թաղապետարան Վեոլիա ջուր, սակայն ոչ մի դրական պատասխան։ Վեոլիա ջուրը ասում է, դա մեր տիրույթում չի, մենք նման ջրահեռացման գիծ չունենք մեզ մոտ հաշվառված, հետևաբար անելիք չունենք։ Հիմա չգիտենք ով է սրա դեմն առնելու։ 2 անգամ նույնիսկ մանկապարտեզ հաճախելուց 2 երեխա է ընկել կեղտաջրերի մեջ, սովորաբար ամառն ասում են լուսամուտները բաց բայեք։ Մեզ մոտ դուռ լուսամուտն ենք զմռսել, որ այս հոտը չմտնի տներով։ Խնդրում ենք, պահանջում ենք մի բան արեք, մի ամբողջ թաղամաս փրկեք այս կեղտից ու գարշահոտից, թե չէ ինչի է նման հակասանիտարական վիճակ ու ամեն պահի վարակի ստեղծում ու բռնուկում, նշել են բնակիչները։ Հոկտեմբերի 14-ին Երևանում հերթական ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել։ Երևանի բնակիչ 35-ամյա Սամվել Խ-ն առավոտյան աշխատանքի մեկնելիս նկատել է, որ Օղանովի երկրորդ շենքի բակում իր կողմից կայանված իրեն պատկանող Chevrolet Volt Magnus-ի ավտոմեքենան թալանել են։ Դեպքի վայր են ժամանել ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի հերթապահ խումբը, ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով անհայտ անձը կամ անձինք Սամվել Խ-ի ավտոմեքենայի վրայից գողացել են ծալովի ծածկը, կապոտ, լուսարձակները 7 հայելիները, նրան պատճառելով մոտ 1.5 միլիոն դրամի վնաս։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. ամեն օր լսում ենք սրա տունը տարան, սրա խանութը տարան, սրա ավտոն տարան, բայց չենք լսում, արդյոք բռնվեցին գողը կամ գողերը։ Արդեն 3-րդ դեպքն է, որ այս բակում մեքենա են թալանում։ Անկեղծ հույսեր չունենք, թե այս անգամ կբացահայտվի։ Ոստիկաններն ու քննիչները գալիս արձանագրում են ու վերջ։ Յա կբացեն, յա չեն բացի, բայց դրա դեմը ով պետք է առնի։ Արդյոք այս դեպքը կբացահայտվի, թե սա էլ կմնա հերթական չբացահայտված հանցագործությունը, չգիտենք։ 3 խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:10-ի սահմաններում ռուսական համարանիշներով Mercedes Magnus-ի ավտոմեքենան Իսակովի պողոտայում ժողովրդին հայտնի ԱՄՆ դեսպանատան խաչմերուկում բախվել է ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված լուսակիրին, կոտրել այն եւ հայտնվել ճանապարհի մեջտեղում։
Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Տարածքը սահմանազատել են պարեկները վթարի փաստով, բայց Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ եւ վարորդի ինքնությունը։ Օրեր առաջ ներքին գործերի նախարարության, ոստիկանության, քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ներքին գործերի ոստիկանության պետի տեղակալ ՆԳՆ ոստիկանության, քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ նույն գլխավոր վարչության Երևանի քրեական ոստիկանության վարչության ծառայողները վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ համագործակցելով ներքին գործերի նախարարության, ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության, Արաբկիրի բաժնի ծառայողների հետ հայտնաբերելու բացահայտել են այս տարվա կարելի է ասել ամենամկահարույց խոշոր չափի գողության փորձի դեպքը, ինչպես նաև զինված ավազակային հարձակում, որի մասնակիցների մեծ մասը օտարերկրյա քաղաքացիներ են եղել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոկտեմբերի 10-ին ոստիկանության քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Քեռու փողոցի հասցեներից մեկում ատրճանակներով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել։ Նշված հասցե էին ժամանել քրեական ու համայնքային ոստիկանները եւ տեղում պարզվել, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։ Ռուսաստանի Դաշնության ինչ-որ զինվորական համազգեստով դիմակավորված 4 անձ, ովքեր եղել են ատրճանակներով, մտել են Քեռու փողոցում գտնվող սեփական տուն, որի սենյակները տանտերը որպես կացարան վարձակալական հիմունքներով տրամադրել է քաղաքացիներին ու նրանց նկատմամբ կատարել են ավազակային հարձակում, տանելով բջջային հեռախոսներ, խոշոր չափի գումար ու դիմել փախուստի։ Նույն օրը դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, ֆոտոլրագրողի տեղեկություններով տուժածները Չինաստանի քաղաքացիներ են։ Հանցագործությունը կատարել են Երևանի բնակիչ 40-ամյա Մահեր Ռան, իսկ նրա հանցակիցներն են Տաջիկստանի Հանրապետության քաղաքացիներ 30-ամյա Մահմուդով Մ, 38-ամյա Ուսմանով Դ, 37-ամյա Կասիմով Մ, 42-ամյա Յատիմով Հ, 45-ամյա Ջոմախմադով Մ, 28-ամյա Սատորով Մ, 43-ամյա Շոյև Դ և 27-ամյա Սաիդով Ֆ։ Քրեական ոստիկաններին հաջողվել է Երևանում և մարզերում հայտնաբերել նշված անձանց և ավազակություն կատարելու կասկածանքով ձերբակալել ու տեղափոխել ոստիկանության Արաբկիրի բաժին։ Կասկածյալներից 2-ին դեռ որորում են։ Այս խումբը փորձել է գողանալ չինացիներին պատկանող բիթքոին կրիչը, որի մեջ ըստ տեղեկությունների եղել է մոտ $6 միլիոն։